Բարի լույս։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս Մատթեոսի ավետարանի 13-րդ գլխում երկնքի առկայության մասին խոսելիս բերում է հետևյալ օրինակը։ Երկնքի առկայությունը նաև նման է արտի մեջ թաքնված գանձի, որը մի մարդ գտնում է ու թաքցնում եւ ուրախությունից գնում վաճառում է այն ամենը, ինչ ունի եւ գնում է այդ արտը։ Սիրելիներ, որքան կարևոր է ճիշտ արժևորել երկնքի առկայությունը եւ այն խոստումը, որ Տերը մեզ տվել է այդ առկայության հետ կապված։ Այո, իսկապես առկայությունը սկսվում է այստեղից, մենք այստեղից ենք հասկանում, թե ինչ պետք է անենք, որպեսզի այդ առկայության մեջ տեղ ունենանք կամ այդ առկայությունից մեր մեջ տեղ ունենանք։ Տերն ասում է, երկնքի առկայությունը նման է արտում թաքնված գանձի, երբ մեկը գտնում է, ամբողջ արտն է գնում։ Սիրելիներ, իսկապես այդպես է։ Երբ մենք հասկանում ենք, որ մեր կյանքում կենսական թթվազնի նման նշանակություն ունի երկնքի առկայության հասնելու այդ ցանկությունը, մենք ամբողջ առկայությունն ենք գնում մեզ համար։ Իր պատվիրաններով, օրենքներով, հրեշտակներով, մարգարեներով, նախահայրերով, առաքյալներով եւ վերջիվերջո մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որպես գանձ երկնքի առկայության։ Որովհետև գանձին տեսնելով է, որ տարածքը սկսում ես արժևորել։ Տիրոջը տեսնելով է, որ կարողանում ես հասկանալ, թե ինչ տարածքի մասին է խոսքը, ինչ է առկայությունը։ Եվ այդ դեպքում է, որ մենք ամեն ինչ, որ կապված է այդ ամենի հետ, գնում ենք։ Փոխաբերական իմաստով վաճառել ունեցվածքը նշանակում է թողնել այն բոլոր մտքերն ու ապրումները, որոնք խանգարում են մարդուն Քրիստոսի հետ ճշմարիտ փոխհարաբերության մեջ մտնելու։ Եվ ուղղակի գնալ դեպի գանձը եւ գնել մի ամբողջ առկայություն այդ գանձի շնորհիվ։ Այնպես որ սիրելիներ, գտեք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, այդ հավիտենական գանձը, այդ անսպար հարստությունը եւ հավիտենական կյանքի նշան ու ճանապարհը ձեր կյանքում եւ կունենաք մի ամբողջ երկնային առկայություն։ Քրիստոս հարյավի մեռելոց, ձեզ եւ մեզ մեծ ավետիս։